Բարի լույսի էլի հեռուստադիտողներ, մենք եկել ենք կրկին ձեզ հետ կիսվելու հետաքրքիր եւ դրական թեմաներով, հույսով, որ ձեզ փոխանցելու ենք միմիայն լավ դրական էներգիա եւ ձեր առավոտը սկսելու եք միմիայն հաճելի զրույցներ լսելով։ Շտապ եմ ներկայացնել մեր հյուրերին, այս պահին տաղավարում են Հռիփսի Մարգարյանը, նկարչուհի եւ արվեստաբան ու Զարա Դիլանյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի հայկական գեղանկարչության բաժնի գիտական հետազոտող։ Խոսելու ենք Հռիփսի Մարգարյան Արևնի մեջ ցուցահանդեսի մասին։ Բարի առավոտ, ուրախ եմ, որ առավոտը սկսել եք հենց մեզ հետ։ Բարի լույս։ Եվ ինչպես է առավոտը սկսվել, արվեստով լի։ Հրաշալի։ Շատ լավ է։ Մինչև անդրադառնալ Տիկին Մարգարյան բուն ցուցահանդեսին, կուզեի մի փոքր մեր հեռուստադիտողին ներկայացնենք ձեր ստեղծագործական ուղին, որ պահին եք հասկացել, որ նկարչությունը հենց այն է, ինչ որ ձեզ ուղեկցելու է ողջ կյանքի ընթացքում։ Այո, կարծես թե հենց ողջ կյանքի ընթացքում եւ անհիշելի ժամանակներից երբ մթնոլորտը այնքան նպաստավոր էր, որովհետեւ հայրս գեղանկարիչ Վալմարն է եւ մայրս բժիշկ լինելով հանդերձ չափազանց արվեստի հարցում հրաշալի ընկալող է եւ գնահատող, այնպես որ շատ սահուն էր իմ ընտրությունը, որ պիտի լինեմ նկարչուհի, ամեն օր համոզվում եմ, որ դա գեղեցիկ է շփվելը շատ կարեւոր է եւ շնորհակալ եմ, որ հենց այս ուղին է իմը։ Իսկ հայր եւ դուստր չէիք ճնշում մայրիկին արվեստով գիտության է, այսպես ասած։ Չէ, չենք ճնշում, բայց դժվար է արվեստագետի, երկու արվեստագետների, հա, ընտանիքում։ Մայրս համբերատար եւ իր ջերմությամբ եւ իր հոգատարությամբ միշտ ուղեկից է մեզ։ Որ տարիքից եք վրձինը վերցրել ձեր ձեռքը։ Թերևս 3 տարեկանից այդպես պատմում են ծնողներս, որ շատ փոքր տարիքից նկարում էի եւ հետո այդ ցուցահանդես բացելու այդ տպավորություններով հայրիկի ցուցահանդեսներից ազդված ներկայացնում էի իմ աշխատանքները եւ այդպես։ Նույն ոճի ստեղծագործող եք, ինչ հայրիկը։ Չէ, նույն ոճի չէ, բացարձակապես տարբեր, բայց ժառանգաբար վստահ եմ, որ անցել է հայրիկից գունազգացողությունը եւ ուրախ եմ դրա համար։ Նաեւ ուրախ եմ, որ չեմ կրկնում հայրիկի ճանապարհը։ Այնպես որ իմ ոճը ունեմ, ավելի վերացական արվեստ է, երևակայական արվեստ է եւ ընդհանրապես արվեստը զարգացնում է երևակայություն, իսկ այն սահմաններ չունի։ Դրանով էլ հետաքրքիր է, որովհետև process-ը ստեղծագործական իմ դեպքում նույնիսկ ինձ անակնկալներ մատուցում, որովհետև ես չգիտեմ, թե վերջում ինչ է ստացվելու։ Սկսում եք չիմանալով ավարտին ինչ եք ունենալու, հրաշալի։ Անդրադառնանք արդեն ցուցահանդեսին, սա ձեր առաջին անհատական ցուցահանդեսն է։ Բազմիցս ունեցել եմ ցուցահանդեսներ հայրիկի հետ եւ ազգային պատկերասրահում եւ արտերկրում տարբեր դեսպանատներում, Եվրոպայում, նահանգներում, Կանադայում ունեցա նաև ցուցահանդես անհատական ազգային ժողովի նախասրահում եւ դա բավականին էլի մի 30-40 աշխատանք ներկայացրել էի, դա էլ փորձառությունն էր այդ միջավայրում, հա, ցույց տալ արվեստը։ Գոհ եմ, իսկ մնացած դեպքերում անհատական ցուցահանդեսներ ունեցել եմ Երևանում այս ծավալով, կարծես թե առաջինն էր, որովհետև 110 աշխատանք ներկայացրեցինք, բավական ծավալուն էր։ Մոտավորապես վերջին 10 տարիների իմ ստեղծագործական լավագույններ ընտրեցինք Զարայի հետ եւ այդպես որոշեցինք շարքերի բաժանել եւ ներկայացնել։ Տիկին Դիլանյան, որքանով է աշխատանքը հեշտ կամ դժվար նկարչու հետ եղել, աշխատանքները ընտրելիս, ցուցահանդեսը կազմակերպելիս առհասարակ։ Այս դեպքում կարող եմ ասել, որ շատ հեշտ էր, քանի որ ես ու Հռիփսիմեն ընդհանրապես ոչ մի տարաձայնություն չունեցանք։ Ընտրել ենք աշխատանքները ըստ կոնցեպտի, իսկ կոնցեպտը հետևյալն էր, որ ցուցահանդեսը 4 եղանակների էր բաժանված, այսինքն սկսվում էր գարունով, ավարտվում ձմեռով եւ յուրաքանչյուր եղանակ ուներ իր շունչը, ուներ իր տրամադրությունը, ուներ իր հոգեվիճակը եւ շատ հատկանշական է, որ այս եղանակային բաժանումները հիմնականում արվել են ոչ թե վերնագրերով, այսինքն դիտողը չէր տեսնում, հա, թե ինչպես է անվանվում նկարը, այլ շատ գեղեցիկ նկարչուհու բանաստեղծական քառատողերով էին դրանք ամփոփվում։
Այսինքն դուք նաև ստեղծագործում եք, երբեմն բառերով նկարում եմ, այսպես ասեմ, որովհետև դա ստաբիլ չէ, հա, իմ պոեզիան, ոգեշնչման կամ ինքնարտահայտման ձևերից մեկն է։ Բայց ինձ կարծում եմ հեռուստադիտողին եւս հետաքրքիր է այս մասը, մի հատ բարձաբանենք, սկզբում գրում եք, հետո նկարում, թե նկարում հետո գրում, որն է։ Մեկը մյուսից անկախ են իհարկե, բայց իրենք իրար լրացնում են, այսպես ասեմ։ Տողերը եւ նկարչությունը լրացնում են իրար։ Եվ այդպես անվանումներ չդրեցին։ Ամբողջական են դարձնում արվեստը, որոնք որ արտահայտում են նկարչուհու նուրբ կանացի հոգեվիճակը։ Ինձ հետաքրքիր է նաև ձեր ծանոթությունը, կարծում եմ, թե դուք ծանոթ եք եղել մինչև ցուցահանդեսը, որովհետև մտածում եմ, որ բարդ գործընթաց է նկարչի աշխատանքներից ընտրել, որը պետք է ցուցադրվի, ինչ հաջորդականությամբ, ինչ կոնցեպտով, ինչպես արդեն նշեցիք, հատուկ կոնցեպտ է ունեցել ցուցադրությունը, միմյանց ճանաչել եք, թե ցուցահանդեսը պատճառ դարձավ ճանաչելուն։ Ավելի լավ, այո, բնականաբար ճանաչեցինք ցուցահանդեսից հետո, ցուցահանդեսի ընթացքում, բայց ճանաչել ենք միմյանց, քանի որ ես մինչ այդ տարիներ առաջ գրել եմ Ռիփսիմեի հայրիկի ժողովրդական նկարիչ Վալմարի Վլադիմիր Մարգարյանի արվեստի մասին ու այդպես մեր ծանոթությունը եղավ։ Հետագայում նաև եղավ ցուցահանդեսի առաջարկը, որը սիրով ընդունեցի եւ շատ գեղեցիկ համագործակցություն ստացվեց։ Հրաշալի, ինձ համար այս հարցազրույցը ինչ-որ առումով նաև էպիկ է, որտեղ ես հնարավորություն եմ ունեցել ձեր հայրիկի հետ նաև տաղավարում զրուցելու արվեստի մասին, հաճելի է շարունակել այդ զրույցը, կարելի է ասել ձեզ հետ։ Արևնի մեջ վերնագիրը հետաքրքիր է, ինչպես է ընտրվել, միասին եք քննարկել, որևէ մեկի առաջարկն է եղել։ Անշուշտ միասին ենք քննարկել։ Որոշեցինք այդպես, որովհետև Զարանգուցի ավելի լավ կներկայացնի այդ պահը, ինքը ճիշտ կարողանում է պատմել, թե ինչպես իմ աշխատանքներում փոքրիկ արև կա։ Բոլոր տարվա 4 եղանակներում էլ կար այդ արևը։ Այո։ Առհասարակ Ռիփսիմեն այնպիսի անձնավորություն է, որի մեջ իսկապես արև կա։ Այսինքն յուրաքանչյուր մարդ, ով շփվում է նրա հետ, տեսնում է այդ արևը, եւ հենց աշխատանքներում էլ այդպես է։ Յուրաքանչյուր աշխատանք ունի իր արևային միջուկը, որը երբեմն վառ է, արտահայտվում, պայթյուն, երբեմն էլ շատ մեղմ ու հանգիստ է, այդպես ինչպես դուք ասեցիք, նայած եղանակային տրամադրության, բայց մշտապես ուղեկցվում է արևը եւ այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրիս տեսնել մեր ներսի արևը, զգալ այդ արևը եւ դուրս բերել այն։ Ասացիք ձեր խոսքում, որ 110 աշխատանք են ներկայացվել ցուցահանդեսին, նախապատրաստական աշխատանքները որքան են տևել ցուցահանդեսին։ 3 օր, որովհետև անկեղծ ասած բավական դժվար է 110 աշխատանքները համադրել միմյանց հետ, որ օգնեն իրար, ոչ թե խանգարեն, լրացնեն իրար եւ նաեւ շարքերը ամբողջացվեն, այդպես պոեզիայի հետ ըստ եղանակային, նաեւ դժվար էր որովհետև չափսերը փոքր էին իմ աշխատանքների մեծ մասամբ, իսկ սրահը բավական մեծ էր, բայց ես կարծում եմ եւ արձագանքներից էլ հասկանալի է, որ ստացվել էր մեզ մոտ։ Ինչ ոճի նկարներ եք ցուցադրել, այս մասին հեռուստադիտողին կարծես չասեցինք։ Ռիփսիմեի արվեստում գերակշռում է հենց աբստրակցիան, աբստրակտ արվեստը, սակայն ամենուրեք տեսանելի են ռեալիստական ուրվագծեր, նրա համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել բնության երևույթները, տիեզերքը, ջրային տարերքները եւ ամենուրեք նկարներում կարելի է տեսնել հենց այդ ուրվագծերը, որոնք էլ դարձնում են իրականի եւ երևակայականի միջև մի շատ գեղեցիկ երկխոսություն։ Գրեթե 10 օր, եթե չեմ սխալվում, ցուցահանդեսը հասանելի եղավ արվեստասերներին, տպավորությունների մասով ինչ կասեք, այցելուներ ինչ արձագանքներ տվեցին։ Ցուցահանդեսի հենց բացման օրը կարծես տոն լիներ, տոնակատարություն, որովհետև մարդաշատ էր, ջերմ, հաճելի, ուրախ, լավ տրամադրությամբ եւ ամեն վարքյան զգում էի իմ մտերիմների սերն ու ջերմությունը։ Հաջորդ օրերին բնականաբար մի քիչ ավելի քիչ այցելուներ, բայց նորից
բավական մարդիկ եղան եւ հավանեցին լավ էր սա ընդհանրապես ցուցահանդեսի բացումը կարեւոր է նկարչի համար որովհետեւ նախ ինքն էլ տեսնում է թե ինչ դինամիկ զարգացում է ապրել ստեղծագործական ուղին տեսնում է թե ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել եւ այս դեպքում ոճը նույնն է մնացել իմ մի քիչ մոտեցումներ փոխվել ես այդպես post factum հասկացա որ փոխվել է ամեն դեպքում մտածելակերպը փոխվել է հաշվի առնելով փոփոխությունները մեր կյանքի թե գուցե ձեր հենց անհատական կյանքի այսքան տարիքը անկախ ամեն ինչից է դա լինում այո անկախ ամեն ինչից անընդհատ նույն նոտայի վրա չես կարող լինել երբեմն փոխվում են նոտաները եւ դա լավ է կոլորիտի առումով կարող եմ ասել որ նրբերանգները նույնն էին կարծես թե եւ այցելուների արձագանքն էլ բավական ջերմ էր Այդ ամենը հավաքեցի մեջ եւ որոշ դաթարից հետո գուցե դա հաջորդ անգամվա ստեղծագործական process-ի համար դա ինձ ուժ կտա եւ կոգեշնչի։ Իդեպ արդեն պլանավորած ինչ որ բաներ կան, ինչ եք կարծում միմյանց հետ կշարունակեք աշխատել։ Ես սիրով իհարկե, որովհետև մեր համագործակցությունը սահուն ստացվեց, մենք համակարծիք էինք գրեթե բոլոր հարցերում եւ էքսպոզիցիայի հարցում Զարան շատ օգնեց ինձ, մենք այո կարողացանք այդ ամենը ինչպես որ պլանավորել էինք նախապես, կարծես թե կարողացանք դա ստանալ եւ ոչ մի խոչընդոտ չեղավ։ Այո, լրացրեցինք միմյանց ավելի շատ։ Հետաքրքիր է Տիկին Մարգարյան առասարակ ձեր աշխատանքներով, թեկուզ եւ հենց այս ցուցահանդեսով ինչ եք փորձում փոխանցել արվեստասերներին, դիտողներին։ Ըստ իս արվեստը ընդհանրապես պիտի լինի հաճելի աչքին, հոգուն եւ աշխատանքներս էլ դրական էմոցիաներ հուսամ որ փոխանցում են մարդկանց, լուսավոր են, լավատեսական են եւ գեղագիտական, այսպես գեղեցիկը պիտի փոխանցել։ Կարծում եմ, որ դա կարևոր է, որ մարդիկ տեսնեն մի պահ կտրվեն իրենց առօրյա հոգսերից եւ դա իրենց ուժ տա, դա իրենց հաճելի զգացումներ արտնացնի, հաճելի հիշողություններ արտնացնի, մի խոսքով միայն դրականը կարծում եմ։ Տիկին Դիլանյան, ձեր աշխատանքային գործունեության ընթացքում վստահ եմ հաճախ են պատահել նման դեպքեր, երբ առանձնացրել եք այլ նկարիչների աշխատանքներ, դասավորել, համակարգել, ինչպես այս ցուցահանդեսի դեպքում, հետաքրքիր է թե ինչով էր տվյալ ցուցահանդեսը տարբերվում ձեզ համար, որպես մասնագետ եւ ընկալող այդ արվեստը մյուս ձեր գործերից։ Ինչպես նշեցինք, համագործակցությունը շատ հեշտ էր, համագործակցությունը շատ հաճելի էր, առհասարակ հաճելի է լինում, բայց այս դեպքում ես ու Ռիփսիմեն շատ ավելի ըմբռնումով մոտեցանք ցանկացած հարցին եւ կարծում եմ այդպես պիտի լինի, այդպես է ճիշտ, որ համագործակցությունը երկուստեք լինի հաճելի։ Տիկին Մարգարյան, հայրիկը ինչպես է արձագանքում ձեր արվեստին, այս ցուցահանդեսին, ինչպես արձագանքեց ներկա էր։ Իհարկե, ոչ միայն ներկա էր, այլ նաև բացման խոսքում իր ասելիքը ուներ, հայրիկը հպարտությամբ է վերաբերվում եւ ինձ միշտ շատ շոյում է այն արտահայտությունը, որ ասում է, որ գլուխգործոց։ Ես իր գլուխգործոցն եմ, այո, թող անհամեստ չթվա, բայց դա ինձ շատ հաճելի է լսել, հավանում է եւ ցուցահանդեսն էլ ընդհանուր առմամբ դրական արտահայտվեց ցուցահանդեսի մասին։ Շատ լավ, առաջիկայում ինչ սպասեն ձեզնից արվեստասերները, նոր գործերի վրա աշխատում եք այս պահին։ Մի քիչ դադար կտամ իհարկե, որովհետև արվեստագետը դրա կարիք ունի երբեմն պաուզաներ են պետք, որ ոգեշնչումը նորից գա եւ հատկապես ոգեշնչումը կարող է լինել շատ անսպասելի երաժշտությունից, չգիտեմ, աշտանդեղին տերևից կամ ինչ որ մեկի ջերմ ժպիտից։ Ինչևէ, նախնական պայմանավորվածություն կա գարնանը ցուցադրվելու, բայց առայժմ այդ մասին ոչինչ չասեմ, ընթացքը ցույց կտա։ Ուրեմն սպասենք զարգացումներին։ Եվ քանի որ հենց ցուցահանդեսի վերնագիրն է արևնի մեջ ու անընդհատ խոսք գնաց արևից, դեղինից, ես տեսնում եմ նաև ձեր հագուստում է գերակշռում դեղինը, արևի այդ ասոցիացիաները կան, ձեր գունապնակում դեղինը հաճախ է հանդիպում թղթին, վրձինը թղթին։ Այո, որովհետև
իմ տարերքը աշունն է եւ այդ աշնան գույները, կարմրադեղինները, դեղնավոսկե գույնը գերակշռում են գործերիս մեջ եւ դիտողը հավանաբար դա կտեսնի, կատալոգում էլ ընդգրկված են աշխատանքները եւ այստեղ ցուցահանդեսից աշխատանքներ կան, այո։ Այո, գրեթե մեծ մասամբ այս նկարները, որոնք ընդգրկված են կատալոգի մեջ ներկայացված էին նաև ցուցահանդեսին։ Կոլորիտի առումով թերևս այո, դեղինը կարևորում եմ եւ իմ պալիտրայի մեջ գերակշռող է։ Դա անկախ ինձանից է ստացվում եւ ես ուրախ եմ, երբեմն էլ ինձ իմ որոշ գոլեգաներ դեղին են անվանում։ Ահա, հրաշալի ասոցիացիա։ Իսկ ձեզ համար, այսինքն ինչպես եք ընկալում այն երևույթը, երբ որ այ արվեստը հաճախ մենք հանդիպում ենք նման դեպքերի, շատ հաճախ, գրեթե 90% դեպքերում, երբ ծնողից երեխային այդ արվեստը փոխանցվում է, կլինի նկարչությունը, երգեցողությունը, այդ մասով ձեր կարծիքն է ինձ հետաքրքիր, սիրուն process է, ինչպես եք դուք տեսնում հետագան ձեր սերունդներին փոխանցելու առումով։ Իհարկե, եւ նույնիսկ ճիշտ եմ համարում, որ դա լինի այդպես, քանի որ ճանապարհը արդեն հղկված է եւ պլյուս գենետիկորեն վստահաբար անցնում է։ Ճիշտ է, որ այդ շարունակությունը լինի երեխաների մեջ։ Կարծում եմ դա շատ ճիշտ բան է։ Շատ լավ եւ եզրափակելով մեր զրույցը կուզեի որպես արվեստագետ, արվեստին առնչվող գործունեություն ծավալող մասնագետ ձեր խոսքն ուղղեիք հանդիսատեսին, ինչու ժամանակակից մարդը պետք է հետաքրքրվի արվեստով։ Ժամանակակից մարդը պիտի առնչվի, հետաքրքրվի արվեստով, քանի որ դա գեղագիտական մեծ ճաշակ է ձևավորում մարդու մեջ։ Ցավոք այսօր թանգարաններ քիչ են այցելում մեր հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, բայց մենք փորձում ենք ամեն ինչ անենք, նաև դպրոցներին ենք ներգրավում շատ ծրագրերով, թանգարան դպրոց համագործակցությունն ենք ակտիվացնում։ Հուսանք այդպես էլ կլինի, ավելի կակտիվանա, ավելի մեր ժողովուրդը կսկսի առավել ինտենսիվ այցելել թանգարաններ եւ ավելի մոտենալ արվեստին։ Շատ լավ, Տիկին Մարգարյան։ Իսկապես կարևոր է դա, որովհետև աշխարհընկալումը եւ երեխաների համար մշտապես կարևոր է թանգարաններ այցելելը։ Իսկ ամենակարևորը ճաշակ է զարգացնում։ Ճաշակ, որը պետք կլինի ամբողջ կյանքում եւ հագնվելու մեջ, եւ խոսքի մեջ, եւ կենցաղի ամեն տեսակ դրսեւորումներում ճաշակը շատ կարևոր է։ Իսկ դա ակնհայտ չի, այդպես մի անգամով չէ, որ կզգան մարդիկ, բարբերաբար թանգարաններ հաճախելով ձևավորվում է այդ ճաշակը, ինչը շատ կարևոր է։ Շնորհակալ եմ ջերմ բովանդակալից, հետաքրքիր եւ արվեստով լի զրույցի համար, ձեզ օրվա լավ շարունակություն եմ մաղթում։ Շնորհակալ ենք։ Մենք էլ ենք շնորհակալ հրավերի համար։ Սիրելի հեռուստադիտող, հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էինք նկարչուհի արվեստաբան Ռիփսիմե Մարգարյանի եւ Հայաստանի ազգային պատկերասրահի հայկական գեղանկարչության բաժնի գիտական հետազոտող Զարա Դիլանյանի հետ։ Մեր քննարկման թեման էր արևնի մեջ Ռիփսիմե Մարգարյանի անհատական ցուցահանդեսի մասին էինք խոսում եւ ինչպես արդեն իմ հյուրերը իրենց ուղերձը հղեցին ձեզ, որ արվեստով պետք է հետաքրքրվել, ես էլ ինքս ուզում եմ իմ անունից ասել, որ արվեստը միշտ պահեք ձեր մեջ, որտեվ այն ջերմացնում է։ Իսկ այս պահին ձեզ կմիանա իմ արցախցի գործընկեր Աշոտ Սարգսյանը իր արցախյան զրույցներով։